Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնությամբ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանողների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար։ Ակնկալում ենք նաեւ, որ ներխուժման ընթացքում եւ դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը արժանանան պատշաճ քննության։ Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորդ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում։ Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում են բնակելի տների եւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ բնականաբար ղեկին գտնվող մարդկանց։ Նման դեպքեր են արձանագրվել Նորշեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել, տրակտորի ղեկին ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղապահների ներկայությամբ։ Այս գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է։ Սրա մասին են վկայում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը։ Այդ կետը հիշեցնեմ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման, Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման մասին է։ Դուք տեղյակ եք, որ Հայաստանը այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացնել։ Չմտնելով մանրամասների մեջ ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետևյալն է. վերակառուցել Երասխ, Ջուլֆա, Օրդուբադ, Մեղրի, Հորադես երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ, սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային եւ այլ հսկողություններ։ Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը եւ ընդունում է եւ չի ընդունում։ Եվ սա արտահայտվում է հետեւյալում. Նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում եւ այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով։ Նախ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի եւ դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց Լաչինի միջանցք արտահայտություն կա։ Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլև տարածք, որը ունի 5 կիլոմետր լայնություն։ Այդ ողջ տարածքը ըստ եռակողմ հայտարարության գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որևէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի։ Եվ հետո Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջևանի զուգահեռները տարօրինակ են մի քանի պատճառներով։ Նախ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքիայի տարածքով։ Օդային կապ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիա եւ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով։ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով եւ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում։ Մենք կրկին անգամ արձանագրում ենք. Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում եւ Հայաստանը չի ընդունել եւ չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն։